Ողջույն բարեկամներ, այսօրվա մեր դասնի Unit 2B Practice Reading։ Նայում ենք էկրանին Practice Reading և տրված է հնչյուններ E և EA։ Ինչպես ենք կարդալու double E, այսինքն կրկնակի E-ն և EA տառակապակցությունները։ Նայում ենք ձախ մասում և աջ մասում նույն ձևով են կարդալու տրանսկրիպցիայի նշանում տրված է E և երկարացման նշան, որն է երկարացման նշան այս երկու կետը։ Հիմա feed, feel, need, sleep, keep, feed, did, sleeve, meet, bid, zeal, need, east, see, lead, leave, pee։ Ինչպես տեսակ, երկու մասում էլ կարդացի երկար E։ Հիմա դասի նոր բառերը The Three Bears Part 1 դասի նոր բառերը կսովորենք, կթարգմանենք, կանցնենք տեքստին։ Pretty գեղեցիկ, սիրունատես, forest անտառ, bowl թաս, գավաթ, soup սուպ, either այս կամ այն, way ճանապարհ, ուղի, to pick ընտրել, գտնել, ջոկել, to taste համտեսել, to climb մագլցել, to feel ընկնել, asleep քնած, իսկ to fall asleep արտահայտությունները միասին կթարգմանենք քնով անցնել, քնել։ The Three Bears երեք արջերը կամ երեք արջուկները, ինչպես հեքիաթում գրված է։ Part 1 մաս առաջին։ Once upon a time there lived a little girl։ Ինչպես ենք թարգմանում once upon a time։ Հեքիաթներում սովորաբար այսպիսին արտահայտությունները թարգմանում են ժուկով ժամանակով, կար չկար, ապրում էր մի փոքրիկ աղջիկ։ Her name was Hilda։ Նրա անունը Hilda էր։ She had very pretty golden hair։ Նա ուներ շատ գեղեցիկ խարտյաշ ոսկյա մազեր։ She lived with her grandparents near the forest։ Նա ապրում էր անտառի մոտ տատիկ պապիկի հետ։ One day she went to the forest to pick flowers for her grandparents։ Մի օր նա գնում է անտառ, որպեսզի ծաղիկներ ընտրի տատիկ պապիկի համար։ She picked some pretty flowers։ Նա ընտրում է ծաղիկներ տատիկ պապիկի համար։ When Hilda wanted to go home, she couldn't find the way։ Բայց երբ ուզում է վերադառնալ տուն, ճանապարհը չի գտնում։ She walked and walked and at last she saw a house։ Քայլում է ու քայլում, ի վերջապես մի տուն է տեսնում։ She went into the house։ Ներս է մտնում տուն։ There was nobody there։ Այնտեղ ոչ ոք չկար։ She saw 3 chairs at the table։ Սեղանի մոտ տեսնում է 3 աթոռ։ She sat down on the biggest chair, but it was very big for her։ Նստում է ամենամեծ աթոռի վրա, բայց իր համար դա շատ մեծ էր։ The smaller chair was big for her too։ Դրանից փոքր աթոռը նույնպես մեծ էր նրա համար։ Hilda sat down on the smallest chair։ Նստում է ամենափոքր աթոռի վրա։ She liked it best։ Ամենաշատը դա է նրան դուր գալիս։ Then she saw 3 bowls of soup on the table։ Հետո սեղանի վրա տեսնում է 3 թաս soup։ She tasted some of the soup in the biggest bowl, blue bowl։ Կապույտ թասի միջի սուպն է համտեսում, but she did not like it, բայց նրան դա դուր չի գալիս։ She tasted some of the soup in the smallest red bowl։ Հետո կարմիր թասի միջի սուպն է համտեսում, but she did not like it either։ Ոչ էլ դա իրեն դուր գալիս։ Then Hilda took some soup from the smallest yellow bowl։ Հետո դեղին թասի միջի սուպն է համտեսում։ She liked it and ate all the soup from the bowl։ Նրան դուր է գալիս եւ ամբողջ սուպը ուտում է թասի։ Then Hilda saw 3 beds։ Հետո տեսնում է 2 մահճակալ։ She climbed into the biggest bed։ Մագլցում է, բարձրանում է երկրորդ ամենամեծ մահճակալի վրա։ It was too big for her։ Շատ մեծ էր իր համար։ She did not sleep there։ Այնտեղ նա չի քնում։ Hilda did not like the smaller bed either։ Ոչ էլ դրանից փոքր
անկողին է նրան դուր գալիս, մահճակալն է դուր գալիս։ She got into the smallest bed. Մտնում է ամենափոքր մահճակալ, անկողին, she liked it very much. Նրան դուր է գալիս, she was very tired and soon fell asleep. Նա շատ հոգնած էր և քնով է անցնում. It was the house of the three bears. Դա երեք արջերի տունն էր։ Այստեղ փակագծում գրված է to be continued, շարունակելի։ Հիմա վարժությունները։ True or false, որը դուք արդեն գիտեք երրորդ դասանից։ The girl's name was Hilda. True. Hilda lived with her parents. False. One day she went to a shop to buy flowers for her grandmother. False. Hilda couldn't find the way back. True. She saw a school in the forest. False. There were 5 chairs in the house. False. Hilda saw 3 bowls on the table. True. She ate all the soup from the biggest bowl. False. Hilda liked the smallest bed very much. True. Now answer the questions. Պատասխանում ենք հարցերին. What was the girl's name? The girl's name was Hilda. Երկրորդը. Where did she live? She lived near the forest. Who did she live with? She lived with her grandparents. Չորրորդը. Where did Hilda go one day? One day she went to the forest. Հինգը. What did she see in the forest? She saw a house in the forest. Վեցը. Which chair did she like best? She liked the smallest chair. 7. Which bowl did she eat the soup from? She ate the soup from the smallest bowl. 8. Which bed did Hilda fall asleep in? She fell asleep in the smallest bed. Եվ վերջինը, whose house was it? It was the house of the 3 bears. Վարժություն 3 տեղադրում ենք բաց թողնված բառերը։ Փակագծի մեջ 2 բառ ընտրում ենք ճիշտը։ Once upon a time there lived a little տղա թե աղջիկ, girl, աղջիկ ընտրեցինք։ She lived with her ծնողներ թե տատիկ պապիկ, grandparents ընտրեցինք։ One day she went to the քաղաք թե անտառ, forest, անտառ տեղադրեցինք։ She walked on and at last she saw a school թե house. She liked the ամենամեծ թե ամենափոքրը, աթոռը, ամենափոքրը դուր եկավ smallest. She ate the soup from the smallest, ամենափոքր թասից. Hilda did not like the ամենամեծը չսիրեց, biggest. It was the house of 3 bears. Therefore, 3 պետք է գրեն, գրել են արդեն, ոչինչ էստեղ են գրել 3 bears, արդեն կետեր ավելորդ են։ Չորրորդ վարժություն, բաց թողնված վանդակները պետք է լրացնենք։ Soup, առաջինը, U տառը, asleep, E, երկու տառը կրկնվում է E, fall, L, bowl, U, either, I կետով, pretty, T, երկու T պետք է լինի, taste, A տառը, ռուսերեն A, climb, B, այստեղ պետք է լինի նախ բաց թողնվածը C, իսկ առաջին տառը սխալ է տպված, պետք է լինի ոչ թե B, այլ P, pick, և forest, O, և այստեղ E, ռուսերեն E, forest։ Անցնում ենք 5-րդ վարժությանը, complete the sentences, պետք է լրացնենք նախադասությունները, տեղադրում ենք իհարկե տեքստից։ Ամեն անգամ պետք է բացեք տեքստը, եթե չեք հիշում, նայեք, ուղղակի ես պատրաստ եմ ասում եմ, նայեք, դուք նայեք կգրեք։ Once upon a time there lived a little girl, little. She had a very pretty golden hair, pretty. She lived with her parents, տատիկ պապիկ, near the forest. Չորրորդը,
She picked some pretty flowers. Picked. Hinga. Hilda liked the smallest chair. Amelaphokalatora. She ate all the soup from the smallest bowl. Yota. She did not want to sleep in the biggest bed. Hilda was very tired and soon fell asleep. Վարժություն 6 խառը բառերով կազմում ենք նախադասություններ։ Իհարկե, եթե դժվարանաք, հիմա ես ասում եմ, բայց եթե դժվարանում եք, բացեք տեքստը, տեքստի օգնությամբ տեղադրեք գրեք։ Nia lived with she forest grandparents her the. She lived with her grandparents. Երկրորդը flowers she some picked pretty. She picked some pretty flowers. Her was 4 big chair very them. The chair was very big for her. The tasted blue bowl big in she soup some the of. She tasted some of the soup in the big blue bowl. Hinga climbed bed into she the biggest. She climbed into the biggest bed. She very fell asleep. She soon and was tired. She was very tired and soon fell asleep. Եվ 7 վերջինը of 3 house was it the bears them. It was the house of the 3 bears. Վարժություն 7 Պահանջում է 7-րդ վարժությունը նայել տեքստին, դուրս գրել նախադասություններից բոլոր ածականները, այնուհետև գրել այդ ածականները, որ նախադասությունների մեջ կա, այդ ածականները արտագրել նախադասությունները։ Առաջարկում եմ, որպեսզի կրկնակի աշխատանք չկատարեք, նայեք տեքստին եւ գտնեք ածականները եւ միանգամից արտագրեք տեքստը, այնուհետև արտագրեք։ Հիմա ասեմ ինչպես ավելի հեշտ կատարեք։ Նախադասություն կարդում եք։ Որպեսզի առաջարկում է նախադասությունը, որպեսզի գտնեք little, տետրի մեջ գրեք little, դուրս գրեք, հետո գրեք pretty, արտագրեք pretty բառը, այսպես հերթով արտագրեք, հետո մեկ անգամ էլ նորից որտեղ որ նախադասությունների մեջ կա այդ բառերը, այդ նախադասությունները արտագրեք, որպեսզի այդ չկրկնեք նույն գործողությունը, միանգամից նախադասությունը արտագրեք, որտեղ կան ածականներ եւ այդ ածականների տակ ընդգծեք։ Once upon a time there lived a little girl. Այստեղ little բառը կա, նախադասությունը արտագրում ենք եւ ընդգծում ենք little բառի տակ։ Her name was Hilda. Այստեղ չկա։ She had very pretty golden hair. Pretty եւ golden. Տակ ընդգծում եք. She lived with her grandparents near the forest. Չկա։ One day she went to the forest to pick flowers for her grandparents. Չկա։ She picked some pretty flowers. Pretty կարող եք երկրորդ անգամ գրել կամ չգրել, դուք գիտեք։ When Hilda wanted to go home, she couldn't find the way. Չկա։ She walked on and at last she saw a house. Չկա։ She went into the house. Չկա։ There was nobody there. Չկա։ She saw 3 chairs at the table. Չկա։ She sat down on the biggest, ընդգծեցիք biggest-ը, ամենամեծ, but it was very big բառը ընդգծում եք, the smaller ընդգծում եք, big կրկնվում է ընդգծում եք, Hilda sat down on the smallest, նորից ընդգծված է, կարող եք ընդգծել, she saw 3 balls, big նորից կրկնվում է, blue կապույտ ընդգծում եք, smaller նորից, red ընդգծեք,
She didn't like either. Then Hilda soup, smallest, նորից smallest. She climbed biggest, նորից. Smaller կրկնվում է, smallest կրկնվում է, much կգրեք, ընդգծեք, վերջ, այսքանը։ Եվ 8-րդ վարժություն պահանջում է տեքստից դուրս գրել բայերը, քանի որ դասը վերաբերում է past ժամանակին, simple past, անցյալ ժամանակին, ձեր բոլոր բայերը լինելու է անցյալ ժամանակով։ Եթե կանոնավոր բայեր են, վերջը կլինի վերջավորությունը ed, եթե անկանոն բայեր են, պետք է ճանաչեք, սովորած լինեք, անկանոն բայերի տախտակում կան այդ բայերը։ Մի խոսքով արտագրում եք անցյալ ժամանակով տրված բայերը եւ ձևափոխում եք ներկա ժամանակի, բայց գրում եք երրորդ դեմքով, անպայման երրորդ դեմքով, որովհետև վերաբերում է աղջկան Հիլդային, գործողությունը կատարում է նա, ով նա եւ անցյալ ժամանակ ձևափոխում եք ներկայի։ Հիմա սկսենք նորից բացում ենք տեքստը The lived արտագրեցիք lived ապրում էր, դուք ձևափոխում եք lives ներկա ժամանակ երրորդ դեմք եզակի թվում կստանա s վերջադն ընկնում է s եք ավելացնում her name was-ի ներկան is-ն է she had she երրորդ դեմքի had կփոխի կդառնա has she lived lives went ներկայում go երրորդ դեմքը goes es վերջավորություն picked իդին կընկնի s-ը կավելանա picks she couldn't պիտի գրենք can't ներկայում walked walks իդին ընկա walks so կրնի see ներկայում անկանոն բայ է went կրնի goes yes վերջավորությամբ there was կրնի there is she saw կրնի she sees վերջը see վերջում s sat կրնի sits was is նորից was is sat sits tasted իդին կընկնի s կավելանա taste tastes did not չի tasted ասացինք s կավելանա did not կրնի doesn't like does not take թուքը կրնի takes liked likes ate eats so sees climbed իդին ընկավ կրնի climbs is was is did not does not nor is does not like get got get likes is fell asleep կնի fall asleep այստեղ is եւ վերջ ավարտեցինք այսօրվա դասը եւս կրկնեք անցած սովորածները բառերի թարգմանությունը անպայման իմացեք անկանոն բայերի տախտակը սովորեք առանց դրա հնարավոր չէ իսկ ինչ վերաբերում է practice grammar դասին որ այստեղ բացակայում է եւ պետք է դուք արդեն այլ ձևով սովորեք նայեք նկարագրությունների բաժնին եւ եթե չեք նայել welcome to school դասը բացեք եւ դասը սովորեք եւ այնտեղ բացատրել եմ թե ինչպես ելնելու գործառույթը goodbye